Պես է։ Պարոն Մինասյան, իշխող ուժը հայտարարել էր բազմիցս, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենան, եւ դուք էլ նախկինում եղել եք ՀՊ-ի ներկայացուցիչը, հիմա դուք վայրդրեցիք ավականու մանդատը եւ խորհրդարան եք գործուղվել։ Նախ ինչու մտածում եք, որ ընտրություններ տեղի ունենան, դուք այս անգամ չեք կարողանա բավարար չափով ՀՊ-ին ձայն բերել, որ գործուղվեցիք խորհրդարան։ Նախ խորհրդարան չեն գործողում, ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընտրվել են որպես ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով։ Երկրորդ հայտարարվել է, որ Գյումրիում արտահերթ ընտրությունների կարիք կա, միանշանակ կա։ Ես երեկ էլ ձեր գործընկերներին հորդորեցի այցելել Հայաստանի Հանրապետության մի քանի քաղաքներ, դրանից հետո այցելեք Գյումրի, տեսեք Գյումրիի իրական պատկերը, Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, մենք միանշանակ այդ մտքի կողմնակից իսկ արտահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության ընդրական օրենսգրքով եւ սահմանադրությամբ ամրագրված են ինչպես են իրականացվում։ Դա չես կարող հայտարարել ու հենց հաջորդ օրը նշանակել։ Հասկանալի է, պարոն Մինասյան, բայց որ դուք նախորդ ընտրությունների ժամանակ ՀՊ-ի թեկնածուն եք, հասկանալի հիմա օրինակ ինչը փոխվել, դուք Գյումրիի մասին եք խոսում, Գյումրին հիմա էլ եք ասում, որ ճգնաժամ կա այնտեղ, ինչի թողեցիք եւ եկաք խորհրդարան։ Հիմա էլ եմ խոսելու Գյումրիից, տեսեք։ Ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի կամ չանի, ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ մանդատ ունենալը ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություններ զբաղվել Գյումրիի, այդ թվում նաև Շիրակի մարզի խնդիրներով, քանի որ ես գյումրեցի եմ, Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռացել, չեմ հեռանա երբեք, անհոգ եղեք, ես գյումրեցիների կողքին եմ լինել։ Կարևոր անելիքներ ունեք այստեղ ազգային ժողովում։ Ազգային ժողովում առաջադրվել եմ թիմ հանձնաժողովում, զբաղվելու եմ, ինչպես նոր ասեցի կրկնեմ, զբաղվելու եմ հիմնականում Գյումրու, Շիրակի մարզի տեղային համայնքային խնդիրներով, լինելու են մեր քաղաքացիների պահանջների խնդիրներ բարձրացնելու, այդ ամեն ինչը մեր կառավարության անդամներին փոխանցելու, իմ պարտականությունները իրականացնելու։ Իսկ օրինակ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ կլինեն թեկնածուներ, որոնք օրինակ ապագա գուշակելու այդպիսի շատ մեծ ինտուիցիա չունեմ, բայց արտահերթ ընտրությունների հնարավորությունը լինելու հենց եղավ, անպայման կհայտարարենք, դա գյումրեցիների պահանջը կլինի, տեսնենք ով կլինի թեկնածուն, ովքեր կլինեն մեր ավականու մնացած թեկնածուները։ Այսինքն այս պահին չկա որևէ խոսակցություն, թե ով կլինի։ Այս պահին քանի որ չկա արտահերթ ընտրությունների նշանակված օր, կարծում եմ լուրջ չի խոսել թեկնածուի անունից։ Բայց մինչև այդ թեկնածուի վերջո պետք է ծանոթանալ, թեկնածուին պետք է ճանաչել։ Բայց ձեզ ով է ասել, որ թեկնածուին ասում էին նախորդ ընտրությունների ժամանակ ասում էին, որ Սարիկ Մինասյանն է ՀՊ-ի համար կարողացել ձայներ բերել, ընդհանուր ՀՊ-ի ռեյտինգը Գյումրիում ընկած էր։ Դուք նորից չեք հավաքում։ Հերթով միանշանակ ես գնացել եմ Գյումրու որպես համայնքի ղեկավար ընտրվելու քայլին, որովհետեւ կարողանամ իմ գիտելիքները, իմ փորձը աշխատանքային, քաղաքծառայության, համայնքային ծառայության իմ աշխատանքային փորձը օգտագործել իշա իմ քաղաքացիների, ինչպես հայտարարել եմ, իմ երեխաները եւ գյումրեցի երեխաները ոչնչով պակաս չեն Երևանի կամ Արմավիրի երեխաներից, ովքեր ունեն խաղահրապարակներ, կանաչ կոդիներ, իսկ Գյումրիում գետ 1 նորմալ կահավորված խաղահրապարակ չգտնի։ Խնդրեմ մի քիչ հեռու պայեք խփեք տնձի խոսալու ժամանակ սիրո չի։ Պարոն Մինասյան, դուք որ չընտրվեցիք համայնքապետ, դրանից հետո որոշակի հիասթափություն ապրեցիք, արդյոք դա է պատճառը, որ պատգամավորական։ Ոչ, ես դրանից հետո շարունակել եմ
լինել Գյումրու ավագանի, խմբակցության ղեկավար, հիասթափություն չեմ ունեցել, ես բավականին քաղաքական անցած ճանապարհ ունեմ, այդ մի այսպես ասած անհաջողությունը չէր կարող ինձ հիասթափեցնել եւ հետո Գյումրիում ես եւ մեր քաղաքական ուժը տարել ենք ամենաշատ ձայները մեզնից հետո տարած տեխնազուն եւ կուսակցությունը գրեթե 2 անգամ պակաս ձայն է տարել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ որևիցե մեկ համայնքային ընտրություն չեք կարող օրինակ բերել որտեղ 4 ու ավելի ուժեր միավորվել են որովհետեւ կարողանան անցնել մեկ ուժի ունեցած ձայներից Պարոն Մինասյան, գործընկերոջս հաղթին չպատասխանեցիք Արդեն չեմ հիշում, պաշտոնի առաջադրել կամ եթե ասեցի երբ եղավ արտահերթ ես պատասխանեցի երբ եղան արտահերթ ընտրությունների օրը նշանակվեց այդ ժամանակ կպատասխանեմ բնականաբար քաղաքական թիմի կարծիքը եւ առաջնային իմ որոշումն է այդ ժամանակ կհայտարարենք հստակ բոլորը կիմանան ես ասեցի եթե թիմը կգա ժամանակ դա միանձնյա որոշումը վերջնական հիմն լինելու բնականաբար թիմի կարծիքը շատ կարևոր է վճռական իմ կարծիքի, իմ ընտանիքի կարծիքի հիմա մանրամասները կարծում եմ այստեղ քննարկելու տեղը եւ ժամանակը չի Պարոն Մինասյան, իսկ ինչ եղանակով է գնալու Գյումրիում արտահերթ Արդյոք գիտեմ, ընդդիմությունը կարողանում է քվորում ապահովել Ես ասեցի Ինչ քննարկել եք ՔՊ-ի հետ ինչ եղանակներ Երևի ուշադիր չեք արտահերթ ընտրությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հստակ ամրագրված է, որ տեքնում են իրականանական 1-2 տարբերակներ, երբ որ եղավ, այդ ժամանակ ես չեմ ասեցի, ուշագրել չեմ կարող, տարբեր պատճառներ կարող են լինել։ Պարոն Մինասյան, եթե գնահատելու լինենք Գյումրիի կառավարում անցած 1.5 տարիների ընթացքում, ինչ Վարդան Ղուկասյանն ստանձնեց Ոչ բավարար, որևիցե դուք որպես լրագրող շատ ծանր է ամենօրյա ռեժիմով գյումրեցիներից ստանում եմ նամակներ այս 1.5 տարվա մոտ 1.5 տարվա ընթացքում որևիցե լուրջ հարց չի կարող պատկավորել Գյումրու խնդիրները չեն լուծվել մինչ օրս դուք որպես լրագրող կարող եք հարցումներ կատարել, ուսումնասիրել, նկարահանումներ կատարել, տեսեք Գյումրիում որևիցե բան փոխվել է, թե ընդհակառակը ավելի է վատացել։ Այդ հարցերը խնդրում եմ տվեք Գյումրու ներկա չեմ կարծում սաբոտաժ է անում, չէ, հնարավոր չի, չեն կարողանում լուծել խնդիրները, հետո չգիտեմ իրենցից հարցեր։ Պարոն Մինասյան, քանի որ դուք վերջին շրջանում մի քանի անգամ հայտնվեցիք մամուլի ուշադրության կենտրոնում, ձեր գրած մեկնաբանությունների պատճառով 5 անգամ այդ հարցը Բայց հիմա ես այլ կոնտեքստում եմ այդ հարցը ձևակերպել, թողեք վերջացնեմ, պարոն Մինասյան։ Հիմա ազգային ժողովում, եթե օրինակ լարված իրավիճակ տեղ ունենա, կհայհոյեք, ինչպես եք պատկերացնում աշխատանքը։ Շատ նորմալ մեր ազգային ժողովի նախագահի տեխնազուն հայտարարեց մեր դիրքորոշումը, եթե մեր ընդդիմությունը կընդունի, շատ լավ չի ընդունի, կգործենք հայելային կարգով։ Այսինքն Հայելային կարգով։ Լավին լավ, վատին վատ։ Այսինքն ծեծի հայով եք պատասխանելու հայերին։ Չեմ կարծում, որ այստեղ որևիցե մեկը կա, որ կարողանա ինձ ծեծել, հլը մարդ չի եղել։ Չիցերը, պարոն Մինասյան։ Շատ բան եմ տեսել մեր ազգային ժողովի նախագահան, երևի արդեն չգիտեմ վերջացած ընտրությունը թե չէ, Ռուբենյանը, իր ելույթում հայտարարեց շարժվելու ենք այդ տրամաբանությամբ։ Այսինքն Ալեն Սիմոնյանը լավ դեպքեր իրավիճակը, որ օրինակ Տեսեք, իսկ հնարավոր է այստեղից դուրս գալուց ավտովտար լինի։ Չէ, հնարավոր է։ Այդ սահմանադրությունը Չեմ կարող ասել, ժողովուրդ չէ, ես սոկուշակ չեմ։ Այսինքն դեմ չեք բացառում, պարոն Մինասյան։ Հաստատ չեք բացառում։ Ում հայով է։ Դեր լարված իրավիճակ։ Ընդդիմախոսին, երբ որ ընդդիմախոսը հարգալից
Դեպան զարգացել Բանավերջի մեջ է։ Ես դուք ասնեք հայրենի։ Հիմա կարող է այդտեղ չհայոյեմ, հանեմ տուսը հայոյեմ։ Հիմա չեմ կարող ասել ինչ իրավիճակ Բայց կլինի։ դա պատգամավորին հարի վարկագիծ է։ Առավել եւս իշխանության։ Ժողովուրդ ջան, ասեցինք, մենք հայտարարել ենք, ինչպիսի վերաբերմունք ենք ցույց տալու, ես այս օրը ցույց տվեց, ինչպիսի հարգալից, այսինքն անձերի որևիցե մեկի անձնական վիրավորանքներ չկան, կա քաղաքական բանավեճեր, սուր հարցադրումներ, բայց որևիցե անձնական վիրավորանք, կարմիր գծերը որևիցե մեկից չենք անցնում։ Վերջ, այդ բանով բավարարում։ Այսինքն օրինակ Ալեն Սիմոնյանը լավ չէր կառավարում։ Այսինքն շատ լավ կառավարում էր, Ռուբեն Ռուբինյանը ասեց ինչպես է։ Ալեն Սիմոնյանը շատ լավ էր կառավարում, մինչ Ալեն Սիմոնյանը եղել են էլի լավ կառավարողներ, բայց Ալեն Սիմոնյանը եղել է բոլորից լավը, հուսանք Ռուբեն Ռուբինյանն էլ համոզված եմ կլինի Ալեն Սիմոնյանից լավը, ու այդպես շարունակ, որովհետև դա բխում է մեր բոլորի, նաև ձեր շահերից, մեր երկրի ինքնիշխանությունից, մեր ժողովրդի սպասումներից։ Շնորհակալություն։